Մեսրոբ ջան, նախագիծ ենք սկսել։ Այո։ Նախագիծ ենք սկսել, որի նպատակն է գնալ մարդկանց խնդիրներին ծանոթանալ, վերհանել, մարդը որպես առանցք վերցնել եւ նրա հետ կապված բոլոր խնդիրները բարձրաձայնել եւ ոչ միայն բարձրաձայնել, այլ փորձել լուծումներ առաջարկել։ Այսօր այցելել ենք Կարի արտադրամաս, որտեղ հիմնականում կանայք են աշխատում, կամ միայն կանայք են աշխատում։ Կարելի է բարձրանանք վերև։ Ինչի՞ չի կարելի։ Երբ է փակվե։ 7 ամիս։ 7 ամիս։ Եվ արդեն 7 ամիս է, որ Կարի գործարանը փաստացի փակված է, այսինքն աշխատանք չկա։ Եվ կանայք շատ անհանգիստ էին, որովհետև առանց այն էլ Ամասիայում աշխատատեղերի լրջագույն խնդիր կա, այն էլ կանանց համար, եւ Կարի արտադրամասի գոյությունը շատ կարևոր է իրենց համար։ Իսկ ինչքան է աշխատել։ Իշվան, մի 4-14։ Դա ինչ լավն է։ Փառք Աստծուն է աշխատանքը ժողովրդին։ Հա, ուչ կա։ Միշտ է եղել ցածր աշխատավարձ։ Այո։ Դուք մասշտաբես է ցածր աշխատավարձ։ Այո, 8000 դրամով ենք աշխատում։ Հերավոր տեղա, հիմնարկը պահելու, փաղաքները չընկնելու համար մտածել ենք եւ պահպանենք մեր գործարանը լավ կլինի։ Այդ հույսով 14 տարի շարունակ աշխատել ենք։ 7 ամիս առաջ ինչ ա եղել, դուք եք հրաժարվել, թե իրանք են հրաժարվել։ Իրանք 14 տարվա մեջ մենք արձակուրդը չենք գիտեցել, ոչ մի բան չենք Իսկ դուք գրանցած աշխատող եք։ Այո, իհարկե։ պայմանագրով, Այսինքն աշխատավարձը քարտերով եք ստացել։ Այո։ Բա հիմա ինչով եք զբաղվում։ Հիմա Հիմա ոչ մի բանով։ Մենք աշխատում ենք բացիմանալով ամսական ինչքան գումար ունենք։ մենք չգիտենք, մենք ասենկա չգիտենք։ Մենք ընդամենը աշխատող բանվոր ենք, ոչ ստրուկ ենք, ոչ էլ ինչ-որ մեկի թևի հովանու տակ ենք։ մի րոպե, վերջնահաշիվ չեք ստացել։ Նույն արկայինը չի ասում, այ ախպեր, այս մարդկանց աշխատավարձը քիչ է փոխանցել։ Չկարողանք իր հարցերը լուծումը մնացածին էս պետք է։ Դե հիմա մենք էլ այդ հարցերը կբարձրացնենք, որ իրենց հարցերը քարտով տվեց, հետո արձերտերին տվին։ Սիկ չգիտեմ, կաշմարն է որ ընկել ենք։ Ես իմ հեռախոսը համարը կտամ ձեզ, դուք ձեզանից մեկի ընտրեկում համար հեռախոսը համարը կտակ։ Մենք Անմայի հետ քննարկենք այս հարցի բարձրաձայնումը ոնց է լինում, ձեր հետ կապի մեջ լինեմ, տենց անենք Աննա ջան։ Հա, կապի մեջ լինենք, հասկանանք։ Բարձրաձայնենք խնդիրը։ Այն որ մեր Ջեմայինը այս քննարկումը բարձրաձայնվելու է, ես խոսելու եմ սրա մասին, ու վերջում հասկանանք ոնց ենք խնդրի լուծում տալ։ Բայց ասենք մեզի ձեր նման մարդիկ չի հանդիպում։ Հա։ Մենք շատ ուրախացան, որ տիկա։ Հա, Ինչ որ մեկը պտինես մարդկանց մասին մտածում։ Հա, մենք հասկացանք, խնդիրները գույքագրեցինք։ Ես մի հատ կզանգեմ նորից լրացուցիչ սակի գրեմ, աշխատողները քանի հոգի են։ Հենց դուք չզանգեցիք, մենք ենք արդեն անտակ։ Չէ, ես Մեսրոպ, հա։ 911 Մեսրոպ։ Արի մագ քոյ փաթաթում նկարվում, որ հետո չասես քենից ատկազը մարը։ Այն չէ, այդ նկարքից խայտարական ես ինձ։ Ինձ ուղղակի ապշեցրել է, թե ինչ պայմաններում էին մեր սիրելի կանայք աշխատում, այսինքն աշխատավարձը, նրանց սոցիալական տարբեր երաշխիքների բացակայությունը։ Ինչ նկատի ունեմ, մենակ 25-30 հազար դրամով մարդիկ աշխատել են։ Պատկերացնես տարիներ շարունակ 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստացել, արձակուրդային չեն ունեցել, առողջական խնդիր են ունեցել, որևէ ապահովագրություն չեն ստացել, սա ուղղակի խայտարակություն է։ Սա ուղղակի այլ բառ չեմ գտնում ասել, քան խայտարակությունը։ Այսինքն բանկով փոխանցում են այդ մարդկանց աշխատավարձները, գրանցված աշխատողներ են, բայց տեսնում եմ, որ այդ մարդկանց փոխանցում են 25 կամ 30 հազար դրամ, բայց մի հատ ձայն չեն անում։
ուժեղ զար, այս զարվից չի գնում։ Այ Մարտին, ուժեղը մենակ խոսքն է, ձեռս ուժ չկա։ Մեսրոպ, հաջորդ խնդիրը աղետի գոտու խնդիրն է։ Ես իսկապես ինձ վատ եմ զգում, ամաչում եմ, որ մենք հասել ենք 2026 թվական, բայց աղետի գոտու խնդիր դեռևս գոյություն ունի։ Եվ այստեղ ինչ եմ ուզում հիշեցնել, որ նախագահ Քոչարյանի օրոք հիմնական հատվածն է կառուցվել, հանձնվել է 85 բազմաբնակարան շենք 2095 բնակարանով։ Եվ Նիկոլ Փաշինյանը երբ իշխանության էր գալիս, ասում էր, այդ խնդիրն ամբողջությամբ կլուծենք, որտեղ այնտեղ մնացել էր 400-ից մի փոքր ավել ընտանիքի հարց։ Արդյունքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք կառուցվել է քանի բնակարան? 0 բնակարան։ Եվ այդ խնդիրը դեռևս ակտուալ է, եւ մենք երբ գնացել ենք Գյումրի, Էթնիկ քաղաքացիների ընդունելության ժամանակ այդ խնդրին եւս առերեսվեցինք, մարդիկ ասում են, որ մենք դեռ շարունակում ենք մնալ այդտեղ։ Կրիստների, ջիջուների հետ կապրենք, հնարավոր չէ իրոք։ Այսինքն տասնյակ տարիներ առաջ Քոչարյանի օրոք կարող էր կառուցվել հազարավոր բնակարանը, բայց այս իշխանությունը մեր արտաքին պարտքը ավելացրել է 8 միլիարդով, դարձնելով գրեթե 14 միլիարդ դոլար, բայց դրա փոխարեն Գյումրում գոնե 1 բնակարան, 1 շենք չի կառուցել աղետի գոտու բնակիչների համար։ Բարեձեզ ներսեք աստվածական։ Այս գմբեթները երկաշարժին են, չէ՞։ Այս գմբեթները ուրեմն երկաշարժի ժամանակ ընկել է։ Այս երկու կողմի գմբեթներն են, չես։ Հաշտի ման նոր են տրված։ Այդ կոնցեպտներն են, որպես շարժան իրանք այսպես պահպանվել մնացել են այստեղ են դրվել։ Հիշադակություն է դուրս already այդ բավարար բավարար իրադարձություն։ Իսկ 7 վեր կանոնը։ Ես ուզում հարցնել, 7 վերքը որտեղից։ 7 վերքը ուրեմն այստեղ եկեղեցում կմտնենք քիչ կդամ էլ այդ պատկերն է Աստվածամայրը իր քիրքի Քրիստոս եւ Քրիստոս գրգված է խաչից է իջացրել իր ցերկերին է 7 հատ տաշին է խոցված։ Աննա ջան, շատ շնորհակալ ենք օշը։ Դու մեր ժողովրդին կպաշտպանես։ Այ, մերսի շատ։ Ես 2 տարի արցունք եմ թափել մահացածների համար։ Իսկ մենք ո՞նց կարանք քայլենք մի քիչ էլ ուզում ենք Սրբազանից էլ խոսենք, տեսնենք եկեղեցին ոնց է դիմանում առանց Սրբազան։ Սրբազանը սիրում էր այստեղ։ Եկեք դե։ Իրա ուղղության վրա է։ Հա։ Այս վերջերս գնացել եմ Սրբազանին տեսակցելու մի 2 օր առաջ։ Ու ինքը ասում է, ես էլ դուրս եմ գալիս առավոտյան ջեմում եմ։ Բագրատ Սրբազանը մարզանքները անում, ինքն էլ ջեմում է այդ ընթացքում։ Շարունակել ենք աղոթել բնականաբար դեպը Սմիշ կամեցողությամբ մեր իրավարդի Սրբազանին իր ծառայության մեջ հատկապես մեր սերունդի համար, իմ տարեկից սերունդի համար Սրբազանը ինքը եղել է ուսուցիչ, նաև ինքը ուսուցիչ է եղել։ Իր յուրաքանչյուր խոսքը մարդկանց մեջ շատ լավ տարածում ունի։ Ինձ այդ խոսքն էլի վախ է պատճառում։ Հա, ու դե ինձ այդ վախի իշխանությանը, որ վախը չկա չեն կարող հաղթահարել, որովհետև այդ խոսքի պատասխանը չունեն։ Իսկ վերջում Սրբազանը շատ լավ մի բան էր ասում, չէ՞, իր խոսքի մեջ էս վախից այնքան հաղթանակն է։ Հին շուկան է, որը երկաշարժի ժամանակ քանդվել է, բուն շուկայի հատվածն են գալիս։ Հին շուկայի մուտքն է եղել։ Հա։ Բարև ձեզ։ Տիկին Գրիգորյան, եկեք ճանաչել են ձեզ, ոնց եք։ Հա, ոնց եք, լավ եք։ Ոնց եք։ Այ կներեք։ Ոնց է առևտուրը։ Չկա ստերնես։ Ինչի՞ որ։ Բերած է քաղաք, երբ մարդ կա ուժ։
Աշխատանք չկար, հենական մեջ աշխատանք կգտնես։ Էսի կեսօր էլ ապա տարել եմ կամացիկ մաղել։ Ուզում ենք գնանք շեչիլ պանիր առնենք։ Այսպես Գիտենք։ Լաչինի միջանց։ Լավ գիտե։ Չիչիլ բաներ։ Հա, լիքն է։ Բարև ձեզ։ Հա։ Այ Բարև ձեզ։ լավ մնացեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավ, դուք ինչպես եք։ Մենք թավ են, բայց սա փուշությունը ժողովրդի տոկը կծով։ Այ դրա համար է պայքարում Աննան, կռիվ տալի բոլորը։ Գիտեմ ինչ համար է տնտանը։ Ապրեք։ Ոչ ատորը։ Հա։ Կփոխվի, հոսանց չի մնա, մեր ժողովրդը չի։ Անպայման։ Հես, այկանք չեչիլ պանիրի տեղն ասանք։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, Տիկին Գրիգորյանին Աննային ասել եմ, որ ամենահամովը լեննականի չեչիլ պանիրն է։ Քանի սա։ Կես հին պանիրը։ 7-ով ձեզի տանք։ Փուչկան։ Դերեք էլի մեկ կոտ այտենց դերեք։ Ես թելից է տան։ Վատ հոտ ունի, բայց շատ համով է։ Ես թելից է տան։ Բայց համով չեք սեք զզվելի հոտ ունի, լավ էլ համով է։ Այս հատվածը Լաչինի միջանցքն է իրանց։ Հələ մեր րոպե, մի հատ բան ասեմ, ամենալավ պանիրը որ գյուղինն է։ Ոսկե հաս։ Էդի մեր գյուղն է։ Օլամուսեն հա։ Այդ հատուկ հարցի։ Հատուկ հարցերեսի որ ասեն։ Դու հետո չասեն էլի որ ստես գովում ես ձեր գյուղին։ Ես այդ գյուղի թոր եմ, ոսկյասկի թոր եմ։ Ինչ ունի։ Արի ավելուկ քերից էլ ավելուկ առնում։ Քանից է։ Ավելուկ ես էլ կուզեմ։ Հա։ 500։ Մեկ քանի կապ տվեք էլի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ոչինչ լավ, մենք ձեզ ենք։ Հա, շնորհակալություն, մերսի շատ լավ է։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ասում եմ լավ ժողովուրդ է եկել էնական։ Բարև ձեզ։ Բարոյական ճուվի կա։ Ինչի։ Ոդը շարտիլ է չկա։ Այս անձևին էլ ցավա, չէ։ Այդ ջարդը որ փոխվում է նայ։ Երևանի դեր ժողովը։ Աննան Գրիգորյան падգամավոր է, Բայց կապանից է։ կապանից է։ Ես էլ ոսկյասկի թոր եմ։ Ահա, սաղից ուրախ եմ, շատ ուրախ։ Հա, բայց ինչի իրան չասի ուրախ եմ ու ինձի ֆռը։ Ես դու կողա Լայն, Հա, զեմլաչստան խոսած էլ ինչա։ Բարև ձեզ։ Ես հետևում եմ ձեզ, մի հասցնում տալու։ Խնդրեմ։ Ես դժողքի վերջը է պագալու։ Վերջնակետը 26-ը պետք է լինի։ 99% հական Նիկոլականի։ Մի տաքսին ստայարը պետք է կնայի ասի նոկայսի շանսուներ ինչպես է վերաբերվում։ Զե շատ բադ։ Նան չեն ճազերեն է։ Ասի չեք վախենում որ կարող է իշխանական են։ Ես մեհմանամ իշխանականը ստեղծես քիչացնեմ։ Ասի ցավոտ է։ Ինչ։ ինքը շատ ծալու։ Աննան Գրիգորյան падգամավոր։ Իմացա։ Հա, հերախոսի մեջ եմ շատ։ Մայրիկ ջան, ո՞նց ես։ Լավ եմ ալջան, դու ո՞նց ես։ Նորմալ, առևտուր գնում, հա։ Չէ, հա։ Չէ։ Ոնց եք։ Մինա կարելի ախպոտ։ Մի նկարեք, չէ։ Ապասնե մի ամիտ հացի ջերեցը չկա։ Բայց խի, դրանց հերնա խիեք բանանում ջու։ Այդ սաղորը որ մենք դրանց ինչ ասես երեստեին ասում ենք, ինչ է։ Դու պայքարի գտուն եք պայքարես, կվարար տելեֆոն թափելով։ Ապսակ դիտեք, նագանցիկը դոց սկսեմ, բայց ինձ բան կդա։ Ով սա լավ եք սիրեն։ Հա, դասեք բազարը, ներնի մար, մեկում չկա իրանց չիգը։ Քփնա։ Թեպեն ապսակ թեպեն հեշմանքը չի չիգա։ Բայց փոխի ջեշ բանա։ Փոխվելու է։ Դու եք դիմացած փոփոխության այդ ժամանակ Ասեմ փոխվի։ ասացին դեմ, ես շուտ չեմ վար։ Հա, Գալու եք։ Ես կարող եմ կային եկենալ դասը։ Ոնց է կյանքը Գյումրիում։ Գյումրի ոչ պարքաս։ Լավ է։ Անտե գերում եք էլի։ Արցախից եք։ Արցախ։ Հա, Որտեղից եք։ Հա, եկան գետնից։ Ոնց է։ Քանի աղջիկ ունեք։ 7 7 աղջիկ։ Ես ուզում եմ հատուկ ասեմ այսօր ինչի համար էի ուզում ձեր հետ հանդիպել, Աննան էլ չգիտի, հիմա տիկինն առան հղյա ու Որոշեցին ինքը հասնի գպիտի լինի։
վերջի հայացքը իմ տղեն նետեց Արցախը, երկնքին վերջի հայացքին կտեսա, վերջում ինքը կրկեց վերջին ապրիլի 12-ին մենք եղանք Նիկոլ Փաշինյանի մոդա։ Վիճաբանություն սկսվա, վիճաբանության պատճառն է, ես որովհետև ես լրբող չեմ, ես տեղիցս ու ինք անընդհատ իմ այդ բանը կանջադեր միկրոֆոնին, սեմ ինչքան էլ կուզես անջադեց ինձ բարձր, ես իմ ձենս պետք է հասցնեմ թեզի։ Մանեցես, խնդրեմ գելի ձեր ոտների տակը կանգնեմ այդպես քմբրեց ու ձևի, ինչքան հեռու գնացեք, բանը թողատեսնիկ ինչ կսել է դուշ չեն են մեզի, ինքս պես դարավ դեպի իմ կողմը մատը թապտալ են, ու բանը դուք տեսնիք կծիր հալու ինքը դուրս եկավ, այգավ Աբազյանը նստավ մեր հետ հասատուն, այդ օրը շատ ծանր է, որ ես իմ մոտ այդ ստրեսային բան չեն այդ վիճաբանություն բան, ես վադացել է բայց դրոպին ունձի հազը կպայ, հասա մեր բարեկամի տուն, որ 20 ծավի, ջուրջ ծպնելով ուշկի բհելով, եկան թե բժշկսեց դու ինսուլտ ես տարեք, հեզի տեղափոխվել չի կարելի, բայց ես կուզեմ թեգուս այդ վիճակում իմ երեխեն հանգստանա, իմ երեխու մարմինը հանգստություն գտնի, որ իմ երեխեն զգա, որ ինքը ինձի համար թանկ է, ես իրան մանգու կամ, ախր ինչքան զորք էր պետք ձեզի տանենք գլոխնեն ու դենք, որ դուք Սեք չենք կրվում, մենք կրվել ենք, մենք պայքարել ենք, մատ թապտան ու վախացնեն, դուք ձեր հալեք տեսնենք, մենք տեսել ենք, էլ սուրից ավել, էլ ինչ կա տեսնելու։ Ինձ համար այս այցելության ընթացքում ամենատպավորիչ ու հուզիչ պահերից մեկը իհարկե տիկին Նարայի հետ հանդիպումն է, ում որդին մահացել էր 44-օրյա պատերազմի ընթացքում, նրանք Արցախում էին ապրում, ու ինչն էր ամենատպավորիչ պահը, որ չնայած դու գիտեիր ինչ չէիր ասել, ես այնտեղ իմացա, հենց տիկին Նարայի որդու Շիրիմի մոտ իմացա, որ տիկին Նարան երեխա է սպասում, չնայած գիտեի պատկերացնում ենք, որ տղա պետք է լինի, բայց աղջիկ է ունենալու եւ տիկին Նարան արդեն 7 աղջիկ ունի, սա լինելու է 8-րդ աղջիկը եւ իսկապես հակասական այնպիսի խառը էմոցիաներ զգացի այդ պահը, որ ես գրկում եմ իսկապես մորով կորցրել է որդուն, բայց հենց այդ պահին իմանում ես, որ նա նոր երեխա է ունենալու, նոր կյանք, նոր լույս, նոր իմաստ կյանքի, եւ որ դու տեսնում ես, որ զոհված զինծառայողի մորը եռաբլուրում քաշ են տալիս կամ այսօր կալանքի տակ են գտնվում, ինչպես Արա Ռոստոմյանը կամ Գալեանը։ Դու տեսնում ես, որ ինչպեսի վերաբերմունք կա, այն ամենաթանկ մարդկանց նկատմամբ, ում առաջ մենք մինչև մեր կյանքի վերջ պետք է ուղղակի խոնարհում ունենանք, ուրիշ ոչ մի բան։ Տիկին Նարայի հետ շփումների ընթացքում էլ ինքը եւ իր ցավներ պատմում, դու հիշում ես ինչքան երկար ու մանրամասն, ինքը ամեն դրվագ, ամեն վարքյանը հիշում էր, ներկայացնում էր։ Այդ ամենի հետ մեկտեղ ներկայացնելիս ինքն ասում էր, որ ինքը արդարություն է ուզում։ Ի վերջո այն մարդիկ, ովքեր պետքա պատասխան տան իր որդու եւ հազարավոր տղաների այսօր մեզ հետ չլինելու համար, այդ մարդիկ պետքա պատասխան տան։ Զոհվածի ծնողի հետ հանդիպումը։ Տիկին Նարայի հետ հանդիպումներ։ Մարարիկի կանայք։ Պարզվում է այսօր մեծ ռոպի ծնունդներ։ Հալեուշա։ Վայ մաղջիկ։ Ինձ Անա գնկալն եղավ։ Բարև։ Ինչ եք։ Ջոկես, ձեր ապրիլը։ Քանի ամիս մնաց։ Հասկանանք ինչ փոնում է։ Ես ինչ բազարա։ Գրածել է, որ ամսի 26-ին ապրիլի պետք է ավարտվի։